Որքան էլ հիմա Ասլան կտրի, մեկ է Ալիևին հանգիստ չի տալիս 90-ականներին Ադրբեջանի Արցախյան պատերազմում կրած տոտալ պարտությունը։ Հայկական ակնայում կամ ինչպես ադրբեջանցիներն են այն անվանում Աղդամում Ալիևն ու կինը մուղամ են լսել ու կրկին հիշել Հայաստանին։ Հայկական ֆաշիզմը ցանկանում էր ընդմիշտ օկուպացնել այս տարածաշրջանը եւ ցավոք որոշ օտարերկրյա պետություններ, որոնք կանգնած էին նրանց թիկունքում, համերաշխ էին նրանց հետ։ Ընդհանրապես ադրբեջանա-թուրքական կողմը հաճախ է հայերին Հայաստանին հիշատակում ֆաշիզմի կոնտեքստում, եւ դրա պատճառներն ըստ պատմաբան մասնագետների պատմական անցյալի խորքերից են գալիս։ Գարեգին Նժդեհը, Զորավար Անդրանիկը կյանքի գնով պաշտպանեցին ու պահեցին Սյունիքը, եւ հենց այդ ժամանակներից հայերը ադրբեջանցիների եւ թուրքերի համար դարձան ֆաշիզմի դեմքեր։ Մոռանում են այն հանգամանքը, որ այդ տարածքները պատկանել են հայերին եւ հայաբնակ են եղել եւ ուստի հայերը պաշտպանել են տարածքները։ Այսօր ադրբեջան-թուրքական քաղաքականությունը կայանում է նրանում, որ այն տարածքները, որտեղ նրանք ժամանակին բնակեցվեցին, սեփականաշնորեն եւ դրա լավագույն միջոցը հակադարձելն է հայերին հենց այս լոզունգներով, որպեսզի կարողանան հաստատվել եւ սեփականացնել այն տարածքները, որոնք պատկանել են հայերին, ինչպես արել են դարեր շարունակ։ Ալիևը սակայն միևնույն ժամանակ խոստովանում է, որ 1990-ականներին իր երկրում շատ ծանր էր իրավիճակը։ Էլչիբեի ժամանակաշրջանն է հիշել կրտսեր Ալիևը եւ Ադրբեջանում այդ տարիների կառավարումը բնորոշել բռնապետության, քաոսի, անարխիայի ժամանակաշրջան։ Հողերը օկուպացիայի տակ էին եւ կանոնավոր բանակ գործնականում գոյություն չուներ։ Ալիևը եղբայրական Թուրքիայի հետ Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմին է անդրադարձել, նշելով, թե այդ պատերազմից հետո իրենց նկատմամբ թշնամաբար տրամադրված շրջանակները պետք է տեղյակ լինեն, որ Ադրբեջանի հետ հարկավոր է հաշվի նստել։ Նրանք, ովքեր այսօր մեզ հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում վաղը կզղջան դրա համար։ Ալիևը հիշում է 90-ականները այն կոնտեքստում, որ նա հաղթանակ է տարել 90-ականների Ադրբեջանին պարտեցնողներին։ Այսինքն նա իր հաղթանակը ոչ թե այսօրվա Հայաստանին է ուղղում, այլ ուղղում է 90-ականների եւ 2000-ականների Հայաստան։ Ալիևը գտնվում է բավականին մեծ էյֆորիկ ազդեցության տակ եւ ունենալով իրեն սատարող Թուրքիան իր ետևում, ամեն անգամ փորձել է տարածաշրջանին հաթաթա տալ եւ այդ 44-օրյա պատերազմի հաղթանակը նրան հնարավորություն է տալիս երկար լեզվով խոսելու։ Խնդիրը կայանում է նրանում, որ համապատասխան պատասխանը Ալիևին չի անդրադարձվում եւ Ալիևը գնալով ավելի է իր հռետորաբանությունը փոխում։ 90-ականներին պատկերն այլ էր։ Աշխարհը խոսում էր Արցախյան պատերազմում հաղթանակ տարած Հայաստանի հետ։ Հայաստանն էլ ուժեղ դիրքերից խոսում էր Արցախի ինքնորոշումից։ Այսօր այդ ինքնորոշման գիծը ուղղակի չկա։ Նա կարողանում է այս հաթաթան տալ եւ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական իրավիճակում, որ տարատեսակ խոշոր պետություններ այժմ կարծես թե եթե չասեն գովեստով, ապա լոյալ են մոտենում այն հարցին, որ Արցախը որպես այնպեսին դադարեց գոյություն ունենալով, այսպես չակերտավոր Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը եւ այսօր աշխարհը խոսում է հաղթողի հետ։ Քաղաքագիտական համայնքն է նկատել, Ալիևի մոտ կա որոշակի վախ, սինդրոմ, որ Հայաստանում վերադառնալու են ռևանշիստները եւ որոնք կարող են իրավիճակ փոխել թե դիվանագիտական դաշտում եւ թե նաեւ գետնի վրա։ Ալիևը հիմա փորձում է բոլոր դիվանագիտական եւ ոչ դիվանագիտական գործիքներն օգտագործել, որպեսզի աշխարհը իր հետ խոսի, այլ ոչ թե Հայաստանի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։